Ստեփանակերտը հրապարակել է վերջին տվյալները շփման գծի մի քանի օրվա ռազմական գործողություններից։ Հայկական կողմն ունի 20 զոհ, 26 անհետ կորած, 72 վիրավոր։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերից մեկը երեխա է, 3-ը չափահաս։ Մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը տվել է 300-ից ավելի զոհ։ Հայկական որևէ բնակավայր չի գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։ Բոլոր ուղղություններով հակառակորդի փորձերը կասեցվել են, բացառությամբ Կազախվար Լուսգետ ուղղությունից, որտեղ նրանք հաջողվել է մխրճվել ու գրավել հերթապահ ստորաբաժանումներից թվով 5 մարտական դիրքեր։ Կապանլի, Շոտլանդի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են, նրանց կողմից գրաված թվով 3 մարտական դիրքերը վերականգնել։ Կապկահակալելու Մադաղիս ուղղությամբ չբավարարվելով ունեցած անհաջող գործողություններից հակառակորդը ժամը 8:00-ի սահմաններում կրկնակի հարձակման փորձեր է իրականացրել նախկին ուղղությունից 4 կիլոմետր դեպի արևելք ուղղությամբ, որտեղ նա հաջողվել է մխրճվել ու գրավել հերթապահ ստորաբաժանումների թվով մարտական դիրքեր, որից հետագայում վերականգնվել են մեծ մասը։ Ապրիլի 4-ին հակառակորդը նոր զինատեսակներ է օգտագործել։ Առաջին անգամ գործածել է ռուսական TOS-1 հրանետ, սակայն վրիպել է նպատակին չհասնելով։ Փորձել է նաև կիրառել ինքնակործանվող անօդաչու սարք, որը մեր հակաօդայինները ոչնչացրել են։ Հայկական կողմն ունի 7 տանկի կորուստ։ Ադրբեջանցիները կորցրել են 18 տանկ, 2 ուղղաթիռ, 1 ինժեներական տեխնիկա, 3 հետևակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 գրադ կայանք։ Արցախն այսօր վերջին հրաժեշտն է տվել 12-ամյա Վագինակ Գրիգորյանին։ Նա ադրբեջանական ագրեսիայի առաջին զոհերից էր։ Մահացել էր ապրիլի 2-ի առավոտյան Մարտունու շրջանի Հերհեր գյուղի դպրոցում գրադ կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով։ Այսօր Մարտակերտի շրջանում հակառակորդը ռմբակոծել է Սիսյանցի կամավորներին տեղափոխող մարդատար ավտոբուսը։ Զոհվել է 5 մարդ, որոնցից մեկը գյուղապետ է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ադրբեջանցիների հարձակման ժամանակ զոհված 26-ամյա կապիտան Արմենակ Ուրֆանյանի հերոսական պայքարի մասին։ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատարն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ, որի գերազանցող ուժերի ճշմարտ տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով 1 տանկ եւ մոտ 1 տասնյակ թշնամու զինվոր։ Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական հոսպիտալում այցելել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին։ Սերժ Սարգսյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, զորակցություն հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտապույտ ապաքինում։ Դրանից առաջ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպաններին եւ հայտարարել, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, խստորեն պահպանվի 1994 թվականի զինադադարի ռեժիմը եւ որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016-ի ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։ Նախագահի խոսքով Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացահայտ քաջալերում ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը։ Եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ անդառնալի հետևանքների ընդհուպ միջև լայնածավալ պատերազմի։